Այսօր կսովորեցնեմ արտասանական կանոններ, որի միջոցով կկարողանաք ինքնուրույն շատ բառեր ճիշտ կարդալ։ Հենց առաջին կանոնը վերաբերում է S տառին։ Եթե S տառը գտնվում է երկու ձայնավորների միջև, կարդացվում է Z։ Օրինակ, rose, երկու կողմից ձայնավորներ են։ Իսկ եթե ունենք երկու S-ը միասին կարդացվում է S։ Օրինակ, adresse։ Ֆրանսերենում բառի վերջի բաղաձայները չեն արտասանվում, չնայած կան շատ բացառություններ, բայց հիմա դրան չենք անդրադառնա։ Օրինակ, pied։ S տառը բառասկզբում կարդացվում է Կ, բայց եթե գտնվում է Ը, I, Y տառերից առաջ կարդացվում է S, օրինակ ciel։ Իսկ եթե ունենք այս տառը, նշանակում է, որ պետք է կարդացվի S, օրինակ garçon։ Ֆրանսերենում F տառը բառավերջում կարդացվում է F, օրինակ chef։ L տառը բառավերջում կարդացվում է L, օրինակ sel։ R տառը բառավերջում կարդացվում է G, օրինակ mur, բայց եթե ունենք ER տառերը միասին եւ դա բայ է, այդ դեպքում կարդացվում է ուղղակի E, օրինակ parler։ Եվ այսօրվա համար վերջին կանոնը J տառի կանոնն է։ J տառը հիմնականում կարդացվում է G, բայց եթե գտնվում է E, I, Y տառերից առաջ կարդացվում է J, օրինակ géographie։ Եթե J տառին հաջորդում է U տառը հիմնականում չի կարդացվում։ Այսօրվա համար այսքանը, եթե ինչ-որ հարցեր կան, կարող եք գրել ինձ, ես բոլոր նամակներին սիրով պատասխանում եմ։ Au revoir։